Բարև բոլորին, շարունակելով մեր տեսանյութերի շարքը եւ հաղթահարելով այս վիրուսային շրջանը, ուզում եմ շարունակել այն տեսանյութերի շարքը, որը որ սկսել էի, եւ այսօր խոսել շատ կարեւոր ու հետաքրքիր մի թեմայից, մասնավորապես անդրադառնալով նրան, թե արդյոք ոստիկանության ծառայողը իրավունք ունի մոտենալ անձին, պահանջել ստուգել իր գրպանների բովանդակությունը, որոնողական գործողություններ կատարել անձի տրանսպորտային միջոցում, պահանջել ցույց տալ առանձին տրանսպորտային միջոցի բաղկացուցիչ մասերը, բացել բեռնախցիկը եւ այսպես շարունակ։ Տեսանյութի ընտրությունը պայմանված էր հետեւյալ հանգամանքով, օրերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ոստիկանության բարեկային ծառայողը մոտենում է քաղաքացուն եւ պահանջում է իր գրպանների բովանդակությունը ցույց տալ, տրանսպորտային միջոցի բովանդակությունը ցույց տալ եւ հետաքրքրական էր այն հանգամանքը, որ այդ երկխոսության շրջանակներում, երբ որ քաղաքացին պահանջում է վկայակոչել կոնկրետ իրավական հիմքը, իրավական նորմը, որի հիման վրա ոստիկանության ծառայողը պահանջում է ցույց տալ իր գրպանների պարունակությունը, տրանսպորտային միջոցի բովանդակությունը, որպես այդպեսին սկզբում հիմք չի վկայակոչվում, հետո խոսվում է այն մասին, որ սա ընդհանրապես կասկած է, եթե ունենայինք հիմնավոր փաստական տվյալներ, ձեռնաշղթա կհագցնեինք քո վրա, կձերբակալեինք, կտեղափոխեինք բաժին, հետագայում երբ որ երկրորդ ծառայողն է մոտենում վկայակոչում է քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ, 109-րդ հոդվածները եւ այդ քննարկումը շարունակվում է։ Ընդ որում հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողի վրա տեսանկարահանող սարքը բացակայում է եւ երբ որ քաղաքացին հարցնում է ուր է քո տեսանկարահանող սարքը, պատասխանում է, որ տեխնիկական պատճառներով տեսանկարահանող սարքը չի աշխատում։ Ես տեսանյութի հղումը կդնեմ նաեւ մեկնաբանություններում, բայց մի մասը կուզեմ վերարտադրել եւ ներկայացնել, թե ինչ բնույթի երկխոսություն է այնտեղ ծավալվում։ Ուրեմն ասեք օրենքի որ հաղումով են ես բացել կբացել խնդրում ես օրենքի որ հաղումով ես բացել սաղը բացել եմ խնդրում։ Այսինքն տեսանյութում երևում է, որ ոստիկանության ծառայողը մոտենում է քաղաքացուն, ասում է բաց արա գրպաններդ նայեն, քաղաքացին ասում է ինչ իրավական հիմնավորման, որն է իրավական հիմքը, ասա բաց եմ, ասում է ոստիկանության ծառայողը ասում է խնդրում եմ բաց արա, ասում է հա հասկացանք խնդրում ես, բայց իրավական հիմքը որն է, եւ շարունակվում է երկխոսությունը։ Ուրախ եմ եղբայր, ասում ես օրենքի որ դեպի ես ասում դեպի ես բացեմ, ես բացում եմ, որտեղ ուզես բացել եմ, խնդիր չունես։ Որտեղ դուրը բացեցիք, այնտեղ տարօրինակ ինչ է։ Երկխոսությունը, որ շարունակվում է, ոստիկանության ծառայողը փորձում է հղում անել նրան, որ անձը կանգնած է իր տրանսպորտային միջոցի կողքին, բացել է դուռը, ոստիկանության ծառայողը լույս է գցում մեքենայի մեջ, ասում այնտեղ շիշա առկա, տարօրինակ իրեր են, կարող է թմրամիջոց է այդ շշի մեջ, եւ քաղաքացին էլ բերում ներկայացնում, ասում է ինքը օծանելիք է, դուխի է իր մեջ, ոչ մի բան չկա, որն է էլի քո կասկածը, ինչի հիման վրա ես դու պահանջում, որ ես բացեմ, ցույց տամ բովանդակությունը, եւ հետո շարունակվում է երկխոսությունը։ Կարող է չենք խոսում, ախպեր, եթե ասում, չէ, որ եթե ասում եղբայր, եսի ասում եմ, չէ, ոտ քաշի որ դուխի է, չէ, դե որ ասում ես, դրա համար եմ ասում, եղբայր, կասկածի հիման վրա է, ասկը ոչ մի բան է, հիմնավորված, եթե մենք Այսինքն ոստիկանություն ծառայողը ինչ ասում, ասում է կասկածի հիման վրա ոչ մի բան է, եթե ասում է հիմնավոր փաստական տվյալներ ունենենք, հենակ ես կձերբակալենք, ձեռնաշղթա կհագցնենք, կտանենք բաժին։ Համացություն ունեն, որ դու թմրամիջոց ձեզ մոտ պահում իրացնում կամ ձեռքին բերում, մենք չենք կարող ձեզ հետ խոսանք, առավել ևս թույլ չենք տա, որ դուք հեռասոպայիք մեզ վրա այսօր նկարահանեք։ Ու երկխոսությունը շարունակում անենց, որ նույնիսկ անձը քաղաքացին տվյալ դեպքում իրավունք չունի տեսանկարահանում իրականացնի ոստիկանության ծառայողի հետ ունեցած երկխոսության վերաբերյալ, որը նաև հետագայում հրապարակվել է համացանցում։ Միանգամից կհակնեք ձեռնաշղթաները եւ ախպերս իրավունք չունես, իրավունք չունես։ Եվ ոստիկանության ծառայողի հիմնական պատասխանն է, որ միանգամից քեզ ձեռնաշղթա կհագցնենք ու կտանենք։ Այդ է, եթե փաստական տվյալներ ունենենք, հիմա ընդհանրապես կասկած առկա, որի ուժով մոտեցել ենք քեզ, ասում ենք հələ բաց, նայենք, հասկանանք, գրպանները ստուգենք, տենանք տրանսպորտային միջոցիդ մեջ ինչ կա, չկա։ Ձեռնաշղթա հագցնես, ասա, ես շատ իրեցնում, Եթե հնարավորությունը ես նորից կրկնեցի, եթե դե հիմնավոր կասկած չլիներ, այլ լիներ ու արդեն հիմնավորված մաս, Ձերանն ինչպես է։ Դիմացկորն ասում եմ, ես ներկայացրել Հիմնական հղումը որպես այդպեսին կատարվում է կասկածի ենթադրության մակարդակով, այսինքն որ ենթադրություն առկա, կասկած առկա, մոտենում ենք, որ ստուգենք բովանդակությունը։
Եվ տեսանյութը շարունակվում է Այսինքն տեխնիկական պատճառը հետագայում հետաքրքիր այն որ կամերան ուրա դոշի դուրի։ հարցնում է քաղաքացիներից մա ուրա քո տեսանկարահանող սարքը ուրա կամերան Տեխնիկական պատճառը ո՞րն է։ Այսինքն տեխնիկական պատճառը ո՞րն է եղել։ ոստիկանության ծավալը ասում է տեխնիկական պատճառներով չի աշխատում չկա տեսանկարահանող սարք չունենք Կլես մի մտք խոսում ես։ Իր կամերան տենում եմ ախտես։ Ես քանտրեմ հետագայում երբ որ շարունակում է այս երկխոսությունը մյուս ոստիկանության ծավալը երբ որ մոտենում է որպես իրավական հիմք որոնողական գործողության կատարման այսինքն որ ինչի համար են ստուգում ասում է որ ղեկավարվում են քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ 109-րդ հոդվածներով այժմ եթե մենք բովանդակային փորձենք իրար հետ վերլուծել տեսանյութում տեղ գտած հանգամանքները, ընդ որում ես տեսանյութի հղումը կդնեմ նաև այս տեսանյութի մեկնաբանություններում եւ քննարկման առարկա դարձնենք ընդհանրապես այս մոտեցման իրավաչափությունը, որտեղ համացանցում եղել են նաև այլ տեսանյութեր, դեպքեր, երբ որ ոստիկանության ծառայողը մոտենում է քաղաքացուն, պահանջում է բացել օրինակ իր պայուսակի պարունակությունը, ցույց տալ գրպանների պարունակությունը կամ տրանսպորտային միջոցներն են կանգնեցվում, ստուգվում են իրենց բեռնախցիկի պարունակությունը, ընդ որում դա կատարվում է որպես կանոն random, այսինքն առանց ինչ-որ կոնկրետության, հստակության, այլ պատահականության սկզբունքով եւ արդյոք դա ընդհանրապես իրավաչափ է թե չէ։ Ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք մարդու գրպանների, իր տրանսպորտային միջոցի մասին, կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մենք գործ ունենք մասնավոր կյանքի անձեռմխելիության իրավունքի հետ։ Դա այն նույն մասնավոր կյանքի անձեռմխելիության իրավունքն է, որը որ տարածվում է անձի բնակարանի նկատմամբ։ Երբ որ ասում ենք, որ անձի բնակարան իրավունք չունի ոստիկանության ծառայողապետության ներկայացուցիչը մուտք գործել առանց դատարանի թույլտվության։ Սա կարմիր գիծ է, սա կանոն է, որ նաև ունի սահմանադրյալ իրավական հիմքեր, երաշխիքներ, նաև այլ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների ուժով, եւ տվյալ պարագայում կանոնը այն է, որ առանց դատարանի թույլտվության հենց այնպես անձի մասնավոր կյանքի անձեռմխելիության իրավունքով պաշտպանված տարածք մուտք գործել իրավասու ներկայացուցիչը չի կարող։ Հիմա երբ որ վերադառնում ենք, իհարկե դրա համար կան բացառություններ, որի մասին կխոսենք, բայց հիմնական կանոնը դա է։ Նույնը նաև տարածվում է անձի գրպանների պարունակության վրա, այստեղ հետաքրքրություն ինչու է կանում, որ խոսք երբ որ գնում է քննարկում թե ինչի հիման վրա, ոստիկանության ծառայողը ասում է կասկածի հիման վրա։ Ընդ որում այդ կասկածը որպես այդպեսին ներկայացվում է ենթադրություն, որովհետև մեր օրենսդրությամբ ընդհանրապես նաև որին հղում էր կատարվում քրեական դատավարության օրենսգրքի 108-109-րդ հոդվածներ, դրանով ենք ղեկավարվում, որ պահանջում ենք ցույց տալ գրպանների պարունակությունը, նախ եւ առաջ պետք է հստակեցնել մի կարևոր հանգամանք, որ այդ 108-109-րդ հոդվածները ընդհանրապես այդ կարգավորումները, որոնք որ փորձում էին ոստիկանության ծառայողները հղում կատարել, խոսքը գնում է ձերբակալման մասին, որը որ պահանջում է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, ոչ թե ուղղակի կասկած, ենթադրություն, չգիտեմ, տարբեր տեսակի, այսինքն հանգամանքներ, որոնք որ փաստագրված չեն, չունեն իրենց տակ փաստական տվյալներ եւ զուտ ենթադրության հիման վրա մոտենում են անձին եւ պահանջում են, որպեսզի ցույց տա իր գրպանների բովանդակությունը կամ իր տրանսպորտային միջոցի պարունակությունը ցույց տա ոստիկանության իրավասու ծառայողներին։ Այդ մոտեցումը իրավաչափ լինել չի կարող։ Ընդ որում սրա կապակցությամբ նաև կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված հստակ մոտեցումներ, որ մենք գործ ունենք մասնավոր կյանքի անձեռմխելիության իրավունքի հետ։ Այս կապակցությամբ ես շատ հակիրճ նաև մի հայտնի գործ կպատմեմ, որը վերաբերվում է Միացյալ Թագավորությանը, որտեղ 2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնի գործից մեկով Gillan and Quinton versus the United Kingdom գործով ուղենիշային դիրքորոշումներ ձևավորեց, ընդ որում հետաքրքրական էր այն հանգամանք, որ այդ գործով տերորիստական ակտ, այսինքն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մարդկանց ուղղակի կանգնեցնում էին եւ ստուգում էին իրենց գրպանների պարունակությունը։ Ասում էին՝ «Մի հատ ցույց տաս ոստիկանության իրավասու ծառայողները» ու այդ դեպքերը 2004-ից 2008 թվականների կտրվածքով վիճակագրություն կար, որ մի քանի հազարով, մի քանի տասնյակ հազարով աճել էր 33,000-ից հասել էր մինչև 117,000 ու կոնկրետ դեպքում անձին կանգնացրել էին, ով պարզվել էր նաև լրագրող էր եւ պահանջել էին ցույց տալ իր գրպանների պարունակությունը կես ժամ շարունակ որոնողական գործողություններ էին կատարում, որից հետո անձը բողոքարկել էր, գնացել էր հասել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ հետաքրքրական էր այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ սահմանեց, որ
այդ գործընթացը որպես այդպեսին որ տեղի ունենում, ինքը կամայական է, ունի իրավական երաշխիքներ եւ դու չես կարող հենց այնպես առանց հիմնավոր կասկածի կամ միջազգային տերմինաբանությամբ reasonable suspicion-ի, այսինքն որ հիմնավոր կասկած պիտի լինի, որ դու այդ գործողությունը կատարում ես, առանց հիմնավոր կասկածի արկայության զուտ ենթադրության հիման վրա, որ կարող է ինչ-որ բան կանխեն, չգիտեմ, պրևենտիվ նշանակություն ունեցող գործողություն կատարվի, ընդ որում դա կատարվի random ձևով, այսինքն առանց հստակության, առանց կոնկրետ փաստական տվյալների, որոնք որ հիմք կհանդիսանային հիմնավոր կասկածի ձևավորման համար։ Երբ որ լիներ կոնկրետ տեղեկատվություն, կոնկրետ անձի տրանսպորտային միջոցում, թմրամիջոցի արկայության մասին կամ չեմ այլ հանգամանքի մասին, որը որ հենց հիմք կհանդիսանա այդ որոնողական գործողությունը կատարելու։ Հակառակ բարգան դա տեղի ունենալ ուղղակի չի կարող։ Եվ արդյունքն Եվրոպական դատարանը իր հայտնի այդ գործի քննության շրջանակներում հաստատել էր, որ այս կամայական մոտեցումը, որ չունի կոնկրետ երաշխիքներ, չկան հստակ մոտեցումներ, թե ինչի հիման վրա դա տեղի ունենում, համատեղելի չի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության հետ։ Ավելին նույնիսկ արդյունքն Եվրոպական դատարանը նշել էր իր վճռում, որ այս մոտեցումը նաև կարող հիմք հանդիսանա, որ կոնկրետ իրավիճակներում, երբ որ դիցուք օրինակ մարդիկ գնան հավաքի մասնակցեն, իրենց հավաքի մասնակցության իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար ոստիկանությունը գա կանգնացնի մարդուն ու տենց մի կես ժամ տենց որոնողական գործողություն կատարեն, նա գրպանների պարունակությունը ստուգեն, հետո պայուսակի պարունակությունը ստուգեն ու տենց շարունակ, խոչընդոտելով անձին իր ազատ գործունեությունը իրականացնելու այն նպատակը, որ ինքը հետապնդում է փողոցով երթևեկելիս գնում ինչ-որ կոնկրետ տեղ, ոչ իրավաչափորեն սահմանափակվի։ Ընդ որում հետաքրքրական էր նաև այն հանգամանքը, որ այս իրավիճակները մարդկանցն Եվրոպական դատարանը տարբերակում է այն իրավիճակներից, երբ որ օրինակ անձը գնում է օդանավակայան եւ ասում է խուզարկություն կամ գնում է կոնկրետ վայր եւ այդ վայրը մուտք գործելու համար պահանջվում է ստուգել իր հանձնական իրերի պարունակությունը։ Միջազգային կառույցներ մուտք գործելուց անցակետում նաև պահանջվում է ստուգել անձի իրերի պարունակությունը հասկանալու համար իր մոտ սուր կտրող ցակող գործիքներ կան թե ոչ։ Բայց այս մոտեցումը հիմնված է անձի կամահայտնության վրա։ Իսկ անձը կարա ընտրի, իմանա ի սկզբանե, որ այդ գործողությունը օրինակ, որ գնում է ինքը օդանավակայան, պետք է անցնի համապատասխան ստուգում։ Եվ բնականաբար օդանավակայան գնալուց ինքը կարող է ընտրի չգնալ օդանավակայան, եթե չի ուզում այդ ստուգումը անցնել, այսինքն իր համար կանխատեսելի է այդ գործընթացը։ Մինչդեռ այն պարագայում, երբ որ փողոցում ուղղակի ոստիկանություն ծառայող մոտենում ասում է, պահանջում եմ ցույց տուր կամ խնդրում եմ ցույց տուր քո գրպանի պարունակությունը, ինքը որպես այդպեսին առանց նախապես ծանուցման, առանց կանխատեսելի իրավական երաշխիքների ապահովման գործընթաց է, հետեւաբար ինքը համատեղելի չի մարդու իրավունքների եւ հիմնարարազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի երաշխիքների հետ։ Հետեւաբար մարդու Եվրոպական դատարանը այդ հարցի կոնկրետ քննության շրջանակներում այդ մոտեցումը համարել էր ոչ իրավաչափ։ Հիմա վերադառնալով այս կոնկրետ տեսանյութին ու կոնկրետ իրավիճակին, մենք ունենք իրական նույն խնդիրը, ընդ որում այստեղ նաեւ կա հետեւյալը, որ ոչ միայն իրավական երաշխիքներ չկան, այլ նաեւ չկա նաեւ պաշտոնական թափանցիկ վիճակագրություն, թե ինչ բնույթի գործողություններ են դրանք կատարվում, քանի անգամ են կատարվում, ինչ հնարավորություն կա դա դատական անկախ վերահսկողության ենթարկելու կամ այլ ընտրանքային ընթացակարգերի, որոնք որ հնարավորություն կտան պայքարելու կամայական մոտեցման դեմ, որպեսզի չստացվի այնպիսի իրավիճակ, որ կամայական ձևով մոտենում են, պահանջում են բացել գրպանները, պայուսակը, չեմ տրանսպորտային միջոցը, այն դեպքում, երբ որ դա ուղղակիորեն հավասարեցված է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքներով պաշտպանված բնականին։ Այսինքն նույն այդ երաշխիքի արկայության պայմաններում է եւ նաեւ մեր օրենսդրությամբ բոլոր այս դեպքերում, երբ որ մենք ունենք այդ բարձր պաշտպանությունը, այդ դեպքերում առանց դատանի թույլտվության մուտք գործել թույլատրվում է բացառապես անհետաձգելի դեպքերում, երբ որ կոնկրետ անհետաձգելի իրավիճակ կա, օրինակ համար տեղեկատվություն կա, որ հանցագործության դեպք կա տեղի ունենում, որը կանխելու համար ոստիկանության իրավասու մուտք է գործում կոնկրետ վայր։ Դա կարելի լինի անձի բնական, կարելի լինի տրանսպորտային միջոց, հակառակ բարգամ, երբ որ մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ առկա է կասկած եւ այդ կասկածի ուժով մենք ենթադրության ուժով փորձում ենք մուտք գործել անձի տրանսպորտային միջոց կամ բնակարան, այդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում յուրաքանչյուր անձի կարելի է կանգնեցնել, ասել ցույց տուր գրպանների պարունակությունը, հնարավոր է դու թմրամիջոց ես պահում կամ գնալ անձի բնակարան, ցանկացած անձի մուտք գործել, ասել մենք ենթադրում ենք, որ կարող է ձեր բնականում լինի շիշ, շշի մեջ էլ լինի թմրամիջոց։ Հետևաբար բացեք մի հատ մենք ստուգենք հասկանանք, ձեր մոտ առկա է այդպիսի տվյալ, թե առկա չի, այսինքն այս մոտեցումը ինքը կանխատեսելի չի, հիմնված չի օբյեկտիվ որևէ չափանիշի հիման վրա եւ հետեւաբար այն պարունակում է իր մեջ կամայականության դրսևորման տարեր եւ համատեղելի լինել չի կարող մարդու իրավունքների եւ հիմնարարազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ,
մեր Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքների հետ։ Սա ունի կարևոր նշանակություն եւ յուրաքանչյուր պիտի իմանա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության երաշխիքների մասին։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որը նաև տեսանյութում իմ համոզմամբ մտահոգիչ է, այն է, որ ոստիկանության ծառայողը, երբ որ խոսում է, երկխոսության մեջ է մտնում, անձին կարծես սպառնա ձեռնաշղթայի կիառմամբ։ Ըստ եթե մենք տվյալներ ունենայինք, ձեռնաշղթա կհագցնեինք, կձերբակալեինք, կտանեինք։ Այդ մոտեցումը նույնպես անթույլատրելի է։ Մեր իրականությունում մենք շատ հաճախ ենք տեսնում, երբ որ տեսանյութեր են հրապարակում, երբ որ մարդիկ ուղղակի ձեռնաշղթայի կիառմամբ տարվում են ոստիկանության բաժիններ, չգիտեմ, տարբեր հանգամանքներում ձեռնաշղթան տենց սովորական միջոց է, որը կիառվում է։ Մինչդեռ մեր օրենսդրությամբ ձեռնաշղթան համարվում է հատուկ միջոց, որի կիառման համար կան սահմանված հստակ հիմքեր։ Օրինակ ձեռնաշղթան որպես հատուկ միջոց եւ հարկադրանքի լրացուցիչ միջոց կարող է կիառվել բոլոր այն դեպքերում, երբ որ անձը դիմադրում է, կամ տեղեկություններ կա, որ անձը փորձում է փախուստի դիմի, զինված է, չգիտեմ, տարբեր հանգամանքներ, որոնք որ պահանջում են այդ լրացուցիչ հարկադրանքի միջոցի կիառումը։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ որ անձը կամավոր կատարում է, կամ իրան ներկայացում է պահանջ, ինքը կամավոր ներկայանում է, որպես այդպեսին չի դիմադրում, չի խոչընդոտում ոստիկանության ծառայողի գործողություններին, ապա տվյալ պարագայում ձեռնաշղթան չի կարող կիառվել։ Այդ ձեռնաշղթայի կիառումը ոչ իրավաչափ է։ Որտեղ այն լրացուցիչ հարկադրանքի միջոց է, որը որ նախատեսված է նաև մեր օրենսդրությամբ, ունի հստակ հիմքեր եւ այդ հատուկ միջոցը ուղղակի տենց կամայական ձևով, որպես այդպեսին կիառվել չի կարող։ Մյուս հանգամանքը, որի վրա ես եւս կցանկանայի ուշադրություն հրավիրել, դա վերաբերվում է նրան, որ ոստիկանության ծառայողը նշում է, որ տեսանյութում երևում է, որ նշում է, որ դու չէիր կարող ինձ տեսանկարահանել, ձեռնաշղթա կհագցնեին, կտանենք, տեսանկարման հետ կապված։ Այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որի երբ որ մենք խոսում ենք ոստիկանության ծառայողի կամ պետական իշխանության ներկայացուցիչի մասին, ինքը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք չունի։ Երբ որ հարաբերակցվում է քաղաքացու հետ, եւ առավել եւս այս իրավիճակում, երբ որ իր տեսանկարահանող սարքը բացակայում էր, քաղաքացին բնականաբար կարող էր իր հեռախոսով տեսանկարահանում իրականացնել, որովհետեւ դա նաեւ իր պաշտպանության բաղկացիչ մասն է կազմում։ Անձը փորձում է տեսանկարահանել տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի հետագայում նաև ներկայացնի իրավասու մարմինին քննարկման առարկա դարձնելու համար կոնկրետ վայրում տեղի ունեցող գործողությունների իրավաչափությունը։ Սա կարևոր նշանակություն ունի եւ չի կարող ոստիկանության ծառայողը նշել, որ դու չես կարող տեսանկարահանում իրականացնել։ Տվյալ պարագայում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիառելի լինել չի կարող։ Եվ վերջում, ամենակարևոր հանգամանքը, որի վրա եւս ես կցանկանամ ուշադրություն հրավիրել, վերաբերում է հետևյալին։ Տնտեսանությունում երևում է, որ քաղաքացին հարց է տալիս, ասում է վերջ-վերջո ինչի ուր է քո տեսանկարահանող սարքը, արգելի ոստիկանության ծառայող, ով նշում է, որ տեխնիկական պատճառներով չի աշխատում։ Եվ երբ որ քաղաքացին հարցնում է, ինչ տեխնիկական պատճառներ, որպես այդպեսին չի պարզաբանվում եւ տենց հարցը մնում է։ Հիմա ինչու՞ է առանձնահատկություն։ Նշում է, հա, կողքի ոստիկանության ծառայողին է հաղում տալիս, ասում է նա տեսանկարահանող սարք ունի։ Բայց դա ինչու՞ է առանձնահատկությունը կայանում, ուրեմն մեր օրենսդրությամբ կարգավորված է այս հարցը եւս։ Մենք ունենք ոստիկանության պետի հրաման 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 36L հրամանն է, որտեղ սահմանված է կարգավորում ոստիկանության բարեկային ծառայողի տեսանկարահանող սարքերի վերաբերյալ։ Ընդ որում ես սրա մասին կցանկանամ հատուկ ընդգծել այն համատեքստում, որ տեսանկարահանող սարքերը իրենք ունեն երկբնույթ դեր։ Այսինքն իրենք համ պաշտպանում են ոստիկանության ծառայողին, համ որպես այդպեսին հիմք են հանդիսանում իր կամայական հնարավոր գործողությունների կատարումը կանխարգելելու, վերահսկելու, հետագայում եթե համապատասխան բողոք լինի, դա քննարկման առարկա դարձնելու համար։ Ինչով են պաշտպանում ոստիկանության ծառայողին, որ բոլոր այն դեպքերում, եթե զրպարտություն տեղի ունենա, այսինքն տվյալ պարագայում անհիմն բարձրացվի հարց, որ ոստիկանը կոնկրետ իրավիճակում ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, այն ոստիկանության ծառայողը, որ վստահ է այդ գործողությունների իրավաչափության վրա, ինքը միշտ կարող է հղում անի այդ տեսանկարահանող սարքի տեսանկարահանմանը եւ ցույց տա, որ ինքը գործել է օրինաչափ, տվյալ պարագայում ոչ մի ոչ իրավաչափ գործողություն չի կատարել։ Այսինքն տվյալ պարագայում այն ունի այդ երկբնույթ դերը, ինչպես պաշտպանում է իրեն, այնպես էլ դիմացինին, եթե ոստիկանության ծառայողը կոնկրետ իրավիճակում կախված նրանից իրավաչափ թե ոչ իրավաչափ գործողություն է կատարում։ Հիմա մեր ներպետական օրենսդրության ոստիկանության պետի հրամանի ուժով սահմանված է, որ բոլոր դեպքերում այդ տեսանկարահանող սարքերը, որոնք որ
կան տրամադրված են ոստիկանության բարեկային ծառայողներին, իրենք պետք է մշտապես գտնվեն ակտիվ եւ աշխատանքի մեջ գտնվեն, տեսանկարահանեն բացառությամբ ընդմիջման ժամերի եւ դրանք չեն անջատվում մինչեւ ծառայության ավարտը։ Եթե տեխնիկական պատճառներով չի աշխատում տեսանկարահանող սարքը, ապա այդ մասին ոստիկանության ծառայողը պարտավոր անհապաղ տեղեկացնի օպերատիվ կառավարման կենտրոն իր անմիջական հրամանատարին եւ նրանց հանձնարարությամբ վերադառնա շարային ստորաբաժանում տեխնիկական թերությունները վերացնելու համար։ Այսինքն տվյալ դեպքում կանոնը այն է, որ որպես այդպեսին տեսանկարահանում իրականացնելը դա կանոն է։ Այն չի կարող տեխնիկական պատճառներով չաշխատի, եթե տեխնիկական պատճառներով չի աշխատում, ապա տվյալ դեպքում հարց է առաջանում, թե արդյոք ոստիկանության բարեկային ծառայողը կարող է գտնվել ծառայության մեջ, թե ոչ։ Այս հարցը եւս ունի կարևոր նշանակություն եւ այն լրացուցիչ հենց այն երաշխիքն է, որը որ հիմք է հանդիսանում, ինչպես նշեցի, պաշտպանելու համար թե ոստիկանության ծառայողին, թե այն քաղաքացուն, որը որ հնարավոր հարցեր կարող է բարձրացնել ոստիկանության ծառայողի կողմից կատարված գործողությունների իրավաչափության վերաբերյալ։ Հետևաբար, այս հանգամանքների վրա պետք է ուշադրություն դարձնել եւ վերադառնալով այն հիմնական թեմային, որի շրջանակներում ես ըստ տեսանյութը ցանկանում էի պատրաստել եւ խոսել մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին, կարևոր նշանակություն ունի, որ բոլոր դեպքերում, երբ որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտություն է իրականացվում, այդ միջամտությունը իրականացվի իրավական երաշխիքներին համապատասխան։ Սա խիստ կարևոր նշանակություն ունի, որտեղ հակառակ բարգամ մենք բախվելու ենք մի իրավիճակի, երբ որ ցանկացած իրավիճակում կարելի է մոտենալ անձին, ասել ցույց տուր քո գրպանների պարունակությունը, բաց արա տրանսպորտային միջոցից բեռնախցիկը, գնանք ձեր տուն մի հատ նայենք, տեսնենք դու տանը հո զենք չես պահում, թմրամիջոց չես պահում, արգելված իր չես պահում։ Այսինքն այս մոտեցումը ինքը կարող է բերել լուրջ կամայականության եւ երբ որ իրավական երաշխիքներ չկան, չկա պատշաճ բողոքարկման հնարավորություն, հարցեր կան այդ բողոքարկումների արդյունավետության առումով, այդ ամենը դառնում է բովանդակային իմաստով քննարկման առարկա եւ հետագայում բնականաբար այն անձինք, որոնք որ բողոքարկեն, նաեւ գնան հետագայում մարդու եվրոպական դատան, բնականաբար հաշվի առնելով, որ այս մոտեցումը անհամատեղելի է եվրոպական դատային նախադեպային իրավունքի իրավական երաշխիքների հետ, այն բերելու է նոր խախտումների եւ այդպես շարունակ։ Հետաբար ամփոփելով այս տեսանյութում ներկայացված դիտարկումները, հիմնական ուղերձն այն է, որ մենք որպես այդպեսին ուշադիր լինենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության նկատմամբ, հուսով եմ, որ այն ոստիկանության ծառայողները, ովքեր որ այդ գործողությունները կատարել էին տեսանյութում, քաղաքացիները նշում էր, որ իր տեսանյութի մեջ որ բողոք է ներկայացրել, այն քննարկման առարկա կդարձվի եւ անձինք պատասխանատվության կենթարկվեն հնարավոր գործողությունների ոչ իրավաչափության համար։ Այսպիսով շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանությունն դրեք ձեր դիտարկումները, հարցերը, կարծիքները, ինչպես նաև այն թեմաները, որոնց շուրջ կցանկանայիք ես տեսանյութեր պատրաստեի հետագայում եւ ներկայացնեի ձեզ իրազեկման, ինչպես նաև ակտիվ քննարկումների համար։ Շնորհակալություն։